Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները և դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։ Բարի երեկո հարգելի ռադիո լսողներ, Ռադիո 107 FM-ի եթերը շարունակում է ռադիո ֆուտբոլ հաղորդումը, ինչպես միշտ այս ժամին երեքշաբթի օրերին։ Եվ այսպիսով ավարտվել է Եվրո 2012-ը, մեզ արգելվելով անմոռանալի պահեր, տպավորություններ, կարծում եմ բոլորս էլ ունենք ինչ-որ դրվագներ, որոնք կհիշենք միշտ այս Եվրոից։ Դրա մասին մենք այսօր հենց կխոսենք, ես այսօր մենակ չեմ եթերում, այսօր մեր հյուրն է, մեր ռադիոն ամենաակտիվ ռադիոն կնդիրներից մեկը, Մադրիդյան Ռեալի ամենամոլի հայկական երկրպագուներից երևի, Արտուր Քոչարյանը, բարի երեկո Արտուր։ Ողջույն Հայկ։ Ինչպես ես։ Շատ լավ, դու։ Լավ, մերսի։ Արտուր, երևի միանգամից սկսենք քննարկել տպավորություններով փոխանակել, չնայած ես մի հատ հիշացնեմ մեր երկրպագուներին, որ մենք ունենք հեռախոսահամար եթերում, այն է 368204 եւ հենց այս պահից դուք կարող եք զանգահարել եւ ուղիղ եթերով կիսվել ձեր տպավորություններով, տալ հարցեր եւ ընդհանրապես ձեր կարծիքը հայտնել, թե ինչ տպավորություն թողեց Եվրոն ձեր վրա, ինչ կուզեիք ընդգծել եւ ընդհանրապես կարող եք արտահայտվել ֆուտբոլին վերաբերող ցանկացած հարցով։ Սկսենք քննարկել երևի դու հիշում եմ ասացիր, որ չի հաղթելու Իսպանիան։ Թե սխալ եմ հիշում։ Դու Իսպանիայի երկրպագու չես։ Ես Ֆրանսիայի երկրպագու։ Այո, դու Ֆրանսիայի երկրպագու ես, բայց երևի չէի սպասում, որ Իսպանիան ամենաշատը չէի ուզում Իսպանիան դառնա։ Եվ այն էլ այսպես։ Այսպես Բարսելոնայի ստիլով։ Իսկ ընդհանրապես ինչ տպավորություն թողեց եզրափակիչը, կարծում եմ շատերս նույնիսկ եթե մտածում ենք, որ Իսպանիան կհաղթի Իտալիային, բայց չէինք սպասում, որ նման խաղ ցույց կտա, նման ուղղակի փայլուն խաղ եւ ֆանտաստիկ արդյունավետություն, ինչով դա կպայմանավորես։ Միջև այդ Իսպանիան ընդհանրապես ուրիշ կերպար էր ստեղծել play-off-ում եւ մինչ այդ խմբում, իսկ եզրափակիչը ոնց որ ուրիշ հավաքական դուրս կար։ Ինչով դա Իտալիայի թուլությամբ կպայմանավորվեց թե ուրիշ հանգամանքներով։ Ուրեմն դրան նպաստեց հենց Իտալիան եզրափակիչում, խաղալով այն խաղաոճը, որը խաղաց Գերմանիայի դեմ։ Դա շատ սխալ էր։ Այսինքն կներեք, նա Գերմանիայի դեմ լրիվ ուրիշ ձև խաղաց, ես դա ուզում ասեի, պետք է ուղղակի եզրափակիչին պաշտպանվեր Իտալիան։ Այսինքն իր ոչին այս առաջնության շրջանակներում ինչ-որտեղ դավաճան էր, բայց կարող ինքը պատրաստ չէր տենց խաղալու, այսինքն սովոր էր խաղալ հենց հարձակողական ոճով։ Իմ կարծիքով տեղի ունեցավ հետևյալը։ Իտալիան փորձեց հենց սկզբից արագ գոլի հեղինակ դառնալ, շատ լավ իմանալով, որ եթե Իսպանիան հաշվի մեջ առաջ անցավ, շատ ավելի բարդ է լինելու խաղը։ Եվ նրանք հենց դրա վրա սխալվեցին, չպետք է տենց միանգամից բացվեին։ Մոռացան մի բան, որ իրանք Իտալիայի հավաքականն են։ Եթե Գերմանիան լիներ եզրափակիչում, ես միշտ էդ էի ասում, որ հենց Գերմանիան էր պետք եզրափակիչում, որ իսկականից ֆուտբոլ դիտեինք, Իսպանիա-Գերմանիա, ես պատկերացնում եմ ինչ ուժեղ խաղ կլիներ։ 4-0 չէր լինի հաստատ։ Երևի չէր լինի, չնայած եթե Իտալիան էլ դժբախտ որոշ պատահարների արդյունքում չտուժեր այդ խաղի ընթացքում, երևի էլի դժվար թե 4-0 հաշիվ լիներ, որտեվ գիտենք 67 րոպեից 10 հոգով մնացին, մինչ այդ կենտրոնական պաշտպանին կորցրեցին եւ այլն։ Բայց չվիրավորելով Իտալիայի երկրպագուներին, ասեմ, որ Իտալիան ընդհանրապես եզրափակիչի բան չէր։ Ես զանգարեցի նախորդ եթերին, ասացի, եթե խաղանույն կերպ ոնց Գերմանիայի դեմ խաղաց կհաղթի եզրափակիչում։ Բայց ես սխալվեցի, նա չխաղաց հենց։ Այո, դու խոստովանեցիր, որ այդպես չեղավ, նա երևի շատ կուզեր, որ ստացվեր ոնց որ Գերմանիայի դեմ խաղաց, բայց միգուցե Իսպանիան էլ Իտալիայի պատկերացման պետք է խաղար այնպես ինչպես Պորտուգալիայի հետ, այսինքն շատ առաջ չգնալով, ռիսկի չդիմելով, բայց մենք տեսանք, որ առաջի րոպեներից սկսեցին այդտեղ պրեսինգի ենթարկել Իտալիայի խաղացողներին, կիսադաշտում իրենց եւ միանգամից գոլային պայր ստեղծվեցին, դա երևի ինչ որտեղ անսպասելի էր իտալացիների համար։ Իտալիան ներուժ չունեցող թիմ է, ես էլ եմ ներողություն խնդրում։
այս իմ խոսքերի համար, բայց իրոք մենք տեսանք, որ Իտալիան երկրորդ խաղակեսում, որ պետքա դուրս գար ու ամեն ինչ փորձեր ուղեր, հանձնվեց։ Փաստորեն հանձնվեց ու վերջի րոպեներին ես նայում եմ խաղը, ասում եմ պետքա հիմա պաշար էր ուղակի Իսպանիային, ոչ մի բան չէր անում, կանգնել էր սպասում էր, որ Իսպանիան անընդհատ հարձակվելու է։ Միգուցե չնայած ես հիշում եմ Դինատալեն օրինակ պա ուներ երկրորդ խաղակեսի սկզբին, այնտեղ մի քանի անգամ եւս փորձեցին ինչ որ վտանգավոր դերվագներ ստեղծել, բայց չստացվեց իրոք դե ինչ արած, եթե Իսպանիայի հավաքականը մի հավաքական է, որը 2006 թվականից պլեյօֆերում որևէ գնդակ բաց չի թողել իր դարպասը, դա մի անհավանական արդյունք է, չգիտեմ ինչ որ հավաքական պատմության մեջ կարող է դա կրկնել թե չէ։ Պատկերացնում եք 2006 թվականից Իսպանիայի հավաքականը ոչ Եվրո 2008-ի, ոչ աշխարհի արդյունք 2010-ի, ոչ Եվրո 2012-ի պլեյօֆ որևէ խաղում ոչ մի գնդակ բաց չի թողել։ Դա համարյա 1000 րոպե արդեն։ Նման հավաքական դեմ ճիշտ է, դժվար է հավակնել 2-0-ից հետո հավասարեցնել հաշիվը կամ Իհարկե Իսպանիային չեմ ուզում թերագնահատեմ, բայց իմ կարծիքով մնացած այլ թիմերը ուղղակի ասենց ասած ուժեղ չգտնվեցին էլի Իսպանիայի դեմ։ Իսպանիան ոնց որ Բարսելոնան մի պահ իշխում է, արդեն մենք տեսանք, որ արդեն շատ է վեր բարձրացել ու հենց մեղավորությունը մյուս թիմերին է, ինչի չեն խաղում։ Դու ես այն մարդկանց շրջանային դասում, որոնք հավասարեցնում են ոճը Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականին։ Դե եթե ֆուտբոլից երևի այդքան էլ պետք չի հասկանալ, որ տեսնես, որ նույն բանն են նրանք անում գրեթե ու հիմնականում հաղթեցին Բարսելոնայի ֆուտբոլիստները, իհարկե բայց Կասիլիասի գլխավորությամբ կան առանցքային ֆուտբոլիստներ Իսպանիայի հավաքականում, որոնք խաղում են ուրիշ թիմերում եւ առանց որոնց դժվար է պատկերացնել այս Իսպանիան։ Բայց մի բան նշեմ, որ եթե չլիներ Ինիեստան, Չավին կենտրոնում, Իսպանիան իմ կարծիքով չէր կարա կրկներ իր աջակցությունը այս առաջությունը։ Հնարավոր է, հենց Ինիեստան էլ ստացավ ամենաարժեքավոր ֆուտբոլիստի տիտղոսը, կոչումը։ Բայց չես կարծում, որ Պիրլոն ավելի արժանի էր։ Գիտես ոնց, սովորաբար նման մրցանակները ստանում են հաղթող թիմի կազմից։ Բայց եթե դա ընդունենք, ապա ոչ, եթե ընդունենք ընդհանրապես ներդրումը թիմային խաղի մեջ եւ արդյունքի հավաքականի, ապա այո, իհարկե Պիրլոն էր այն ուժը, որը կարելի ասել մնացած։ Ես մի քիչ հայավարի եմ երևի մտածում, տարիք կա բան կա, էլի տենց դրա համար, ասենք։ Դե միգուցե հնարավոր է տենց մարդը այդքան խաղացել է։ Եթե այդպես լիներ, գոնե խավին ուրեմն պետք է Իսպանիայից ստանար այդ դեպքում, որտեղ երևի մյուս Եվրոպայի առաջնությանը նրան էլ չենք տեսնի։ Կամ Մելբերգը շվեդից Մելբերգը, այո։ Բոլոր դեպքերում նախ շնորհավոր ենք, մոռացանք դա անել, հենց Իսպանիայի հավաքականի բոլոր երկրպագուներին այս հերթական փայլուն հաղթանակի առիթով շատերին ձանձրացնում էր Իսպանիան խոստովանենք նույնիսկ հենց իրենց երկրպագուներին այս առաջնության շրջանակներում եւ շատերը ասում էին դա այս սերունդի վերջն է արդեն էլ չեն ձգում հավաքական ուրիշ հավաքականների հետ հավասար խաղալու Պորտուգալիան դա ապացուցեց եւ այլն, բայց ոնց որ թե եզրափակիչով նա բոլորին խաղը դաշտում պատասխան տվեց։ Այսինքն նույնիսկ խաղից չէր երևում թե որն է այս հավաքականի երբ է վերջը լինելու այս հավաքականի ինչ որ մի բան թույլ կողմ ընդհանրապես չերևաց այդ եզրափակիչի ընթացքում եւ մտածում ես քանի տարի է այս բանը շարունակվելու ինչքան է կարելի որ նման Կալանթարյանի թույլ կողմը Արբելոն էր Արբելոն այո ամեն տարի գիտենք ամեն առաջնությունում ինչ որ մի խաղացող կա որը ընդհանուր այդ պատկերից մի քիչ դուրս է մնում դա անցյալ երկու մրցաշարերում երևի Կապդևիլան էր ձախ եզրում Վիլյարեալի պաշտպանը այս տարի ձախ եզրում մի շատ ուժեղ ֆուտբոլիստ այո հանդես եկավ Իրոք կարելի ասել բացահայտումներից էր այս առաջնության աչ եզրում արդեն մի քիչ միգուցե Պույոլի մեղքով ճիշտ է որովհետև եթե Պույոլը լիներ Սերխիո Ռամոսը կխաղար աչ եզրում իսկ գիտենք նա եզրային պաշտպաններից ամենաուժեղ պաշտպաններից է աշխարհի բոլոր դեպքերում այդ ոճը բարսելոնյան ոճը անվանենք իսպանական ոճը անվանենք եւս մեկ անգամ հաղթանակ տոնեց Շնորհավորում ենք Իսպանիայի հավաքանի երկրպագուներին եւս մեկ անգամ
Ընդհանրապես, եթե խոսենք առաջնությունից, ինչ դրվագները ամենաշատը հիշվեցին, ինչ տպավորություններ, ուրիշ հավաքականներ թողեցին, ընդհանրապես դրական ես գնահատում այս առաջնությունը, ինչ որ սպասելիքները արդարացրեց, թե այնքան էլ չէ։ Սա միակ առաջնություններ երևի, որ ես խմբային փուլի խաղերի ժամանակ քնել եմ։ Այսինքն կարելի ասել այնքան էլ չի արդարացնում։ Իհարկե ինքը գոլարատ առաջնություններ, բայց ես որ տեսել եմ Եվրո 2000-ը, չեմ կարողանում այդ Եվրո 2000-ից հետո ինչ որ դեռ չեմ տեսի, այսինքն տենց ինչ որ առաջնություն, որ գերազանցի Եվրո 2000-ին, ինձ համար դա լավագույն առաջնությունն էր, բայց այս առաջնությունը իհարկե վատը չէր, տենց ասեմ, ստացվեց, այո, կարելի է համարել ստացվեց։ Շատ լավ, մենք ունենք հեռախոսազանգ, պատասխանենք եւ կշարունակենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր հետ խոսում է Հրանտ է։ Շատ հաճելի է, Հրանտ։ Նախ ողջունում եմ ձեզ, ձեր ուրի մեկը Իսպանիայի բոլոր բալշիկներին։ Շնորհակալություն։ Իսկ խաղի մասին չեմ ուզում խոսամ, մենակ ընդհանուր առաջնության մասին խոսամ, իսկ թվում է այս առաջնությունը շատ անհետաքրքիր է, որովհետև իմ տեսած առաջնությունների մեջ առաջին անգամ ոչ հավաքական բարձրահարթում եղավ, ոչ ֆուտբոլիստ։ Կաղա ֆուտբոլիստների շոկ մեկ ասկեր են ընկել, բայց բարձրահարթում ես չտեսամ, անցավ ես։ Իսկ լավ խաղեր, լավ գոլեր չտեսաք։ Լավ գոլը բարձ է, Իտալիայի երկրորդ գոլը։ Բալոտելի։ Այո։ Խաղերից է կարելի արդյունքում Ռուսաստան Չեխիան հետո։ Ռուսաստան-Չեխիան։ Այո, այնքանով է արդյունքում, որ 4-1-ը համապատասխան չէր հաշվի, որովհետև Չեխիան ժամանակ առաջի կերսում ավելի լավ տպավորություն անձապի մոտ թողեց։ Շատ լավ, իսկ ինչ որ մի թիմ խաղացող հիասթափեցրեց, դե Հոլանդիայի մասին չխոսենք։ Պարզ է Հոլանդիան։ Իմ ֆավորիտները Հոլանդիան են, միանշանակ Հոլանդիան, մնացածի մասին չեմ կարող կարծեմ։ Պարզ է, իսկ քեզ կարող եք շնորհավորել Իսպանիայի հաղթանակի կապակցությամբ։ Ոչ, ես առաջնությունը Հոլանդիան Գերմանիա է։ Պարզ է, պարզ է։ Շնորհակալություն։ Եղավ, շնորհակալություն։ Իդեպ ասեմ, որ մեր հաղորդման երկրորդ կեսում մենք անցկացնենք հերթական մրցույթը, ցավոք սրտի եզրափակիչի հաշիվը ոչ ոք չգուշակեց եւ մեր հայտարարած մրցանակը, որի հովանավորն է Բարսելոնա Sport Bar-ը, դեռ չունի իր հաղթողին եւ մենք այսօր կորոշենք վերջնականապես թե ում է անցնելու այդ մրցանակը անվճար գարեջրի հյուրասիրություն Բարսելոնա Sport Bar-ում։ Մենք հիշեցնենք մեր հեռախոսահամարը 36 8204 զանգահարեք եւ լսենք ձեր տպավորությունները Եվրոյի մասին։ Ես Հրանտի ասածին անդրադառնամ, եթե թույլ կտասեք, որ ասած շատ անհետաքրքիր առաջնություն էր։ Ես խորհուրդ կտայի Հրանտին այս առաջնությունը համատեր Եվրո 2004-ի հետ ու տեսներ անհետաքրքիր էր, թե ոչ։ Ինքը ես էլի ասեմ 2000-ը չի կարող համեմատվի, բայց 2004-ից շատ ավելի լավն էր ու ընդհանուր առմամբ ասեմ, որ վատ չէր, պետք է 2004-ը իրոք կարելի ասել տխուր առաջնություն էր շատ։ Բացահայտում հավաքականի չգիտեմ ինչի նկատի ուներ, իմ համար բացահայտումը Պորտուգալիայի լավ խաղն էր։ Թեկուզ եւ Իտալիայի այդ կազմով, այդ իրանց ներուժով հայտնվել է եզրափակիչում, որ ընդհանրապես եզրափակիչի բան չէին իրենք։ Բայց կարելի ասել հենց Ռոնալդոն էլ բացահայտումներից էր ինչ իմաստով, որտեղ ինքը դարավ լիարժեք առաջնորդ, ոնց որ մեծացավ հասունացավ։ Իսկ տղամարդ է դարել։ Տղամարդ է դարել, ճիշտ տենց բնութագրել։ Եվ տարավ իր հետևից հավաքականը, միջև եզրափակիչ եւ եզրափակիչում տեսանք ինչպես պարտվեց, կարելի ասել ինչ որտեղ պատահական կերպով լոտորեի արդյունքում կարելի ուղղակի միայն հիանալ եւ ես ասեմ, որ մենք մի թիմ կար, որ արժանի էր ու չհայտնվեց եզրափակիչում, այդ Գերմանիան էր, լրիվ արժանի էր։ Պորտուգալիան էլ կուզեի, ուղղակի ես համակրում եմ այդ թիմին, Պորտուգալիային, դրա համար կարող եմ ավելի սուբյեկտիվ ընչի, բայց Գերմանիան էր արժանի եզրափակիչ դուրս կա շատ լավ թիմ։ Լավ, մենք հիմա ընդունենք հեռախոսազանգ եւ կշարունակենք։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ, Հայկ ջան։ Բարև Հակոբ, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Եկավ։ Մենք սպասում ենք ձեր զանգը եւ սկզբից շնորհավորենք ձեզ։ Շնորհակալություն, ես իմ հերթին ուզում եմ Հայկ ջան շնորհավորեմ Իսպանիայի ասենք ասեմ բոլոր երկրպագուներին, բայց իսկական երկրպագուներին, որտեղ ինձ մոտ ես վերջի վաղտերը տպավորություն կա, որ մարդիկ նույնիսկ մինչև 20 րոպե, քանի դեռ 0-0 էր այդ եզրափակիչը Իտալիայի երկրպագում, հենց առաջի գոլը խփեց Իսպանիան։ Այդպես էլ կա շատ դեպքերում միգուցե։ Ես գիտարնիկներ եմ ասում,
կողմնորոշ Glory Hunter կարելի ասել ընդունված։ Այո։ Այո։ Եվ երևի թե այսօր մի քիչ ձեր այս հաղորդման ժամանակ թույլ կտանք մի քիչ ռամկաներից դուրս գամ Հայկ ջան։ Գիտեք, միշտ այսպես է սահմանների մեջ ենք պահում, բայց ասում եմ անցած հաղորդման ժամանակ էլ ասվի, ուրեմն ախտողներին չեն դատում։ Այո, այո։ Իսպանիան բոլորի բերանը փակեց, Հայկ ջան, 4 տարով փակեց, ինչը։ Ну 2 տարով երևի։ Միջև աշխարհի առաջնություն։ Չէ, աշխարհը թողենք մի կողմ։ Եվրոպան։ 16 թվականը միջև։ Ես ասի գայի վրա, թող փորձի ցանկացած թիմ Եվրոպայի այդ գայից քցի չստացվեց։ Այո, իրոք ամենասկզբից էլ դուք հենց հավաքականին։ Որքան խաղեր ցույց տալիս, ես միջած մի բան էլ ասեմ, ձեր հյուրի հետ ուրեմն համաձայն չեմ ինչ առումով, որ միայն Բարսելոնան չէ, տենց բան ընդհանրապես չի կարելի ասել այս հավաքականի մասին, 5 հոգի մենակ Ռեալից էր։ Սևիլայից էր, Ատլետիկ Բիլբաոից էր։ Որոնք լուրջ ներդրում ունեցան հաղթանակի մեջ համաձայնություն։ Հələ Լորենտեն չխաղաց ափսոս։ Այդ տենց ուրեմն բոլորը բերանը փակեց Իսպանիան, ապացուցեց, որ ինքը այսօր աշխարհի Եվրոպայի ամենաուժեղ թիմն է, թե տեխնիկապես, թե ֆիզիկապես։ Իսկ կսպասեիք Հակով, որ նման խաղ ցույց կտար Իսպանիան։ Ես անձամբ չէի հավատում, որ նման խաղ կարա ցույց տա։ Պատկերացեք, որ սպասում էի։ Գիտեք ոնց է, ուրեմն իրանք այնքան խելոք գտնվեց Վիսոտե դել Բոսկեն, իրանք այդ համաշխարհային մեծության մարզիչը, որ ինձ թվում է մոտակա հավերամակում ոչ ոք չի կարող հասնել, ոչ Գվարդիոլա, ոչ Մոուրինյո, ոչ էլ տիտղոսներով դժվար իր հաղթած։ Դրումով իր այդ ամեն ինչով այդ Լիգա չեմպիոնով Եվրոպա եւ աշխարհի մարզիչը որ հասցնի, այդպես բան ինձ թվում է լավանական չի լինի։ Եվ նույն ռեկորդն էլ խփեց իմիջիայոց Իսպանիայի հավաքականը, որը եւ Գերմանիայի անցավ։ Ոչ պարագայում 2 անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ։ Մի հատ էլ աշխարհի, ինձ թվում է հավաքականի եթե նորից այդ կաստյակը կորիզը կմնա, ինձ թվում է 14 թիվն էլ է իրանցը։ Կմնա իդեպ եւս մեկ ռեկորդ սահմանեց, եզրափակիչում ոչ ոք նման հաշվով չէր հաղթել։ Իսպանիայի, միգուցե Պորտուգալիան փորձեց մի քիչ, միգուցե, բայց Պորտուգալիան էլ իսկ Իտալիան մարզիչի բանով, պահով պարտվեց, իմ կարծիքով, մարզիչը սխալ էր։ Լավ, բայց ինչքան է տևելու այս իշխանությունը Իսպանիայի հավաքականի։ Ես իմիջիայոց քեզ էլ եմ ասել, իսկ վատ բան է, այ ջան, այդ հարցը քեզ եմ ուզում տամ։ Եթե այդ մարդիկ գեղեցիկ գոյակա ֆուտբոլ են, ոչ թե մեր են վայ երկրպագուները, որոնք ասում են դե ինչա գնդակ են տշում։ Այո։ Փոխանցում բա խաղա։ Ճիշտ է, դուք ճիշտ եք, շատ գեղեցիկ է խաղում։ 2004 թվականին Հունաստանը հաղթեց այդ ով, այդ ֆուտբոլ էր դա ինչի։ Չէ, իհարկե, բայց իսպանական ֆուտբոլով չէ, նույն Չելսին ասենք։ Բայց գիտեք, նույնիսկ քաղցրն է, չէ, շատ քանակով ձանձրացնում։ Գեղեցիկը պետք է շատ լինի։ Դե նայածում համար։ Չի կարող վերջանալ դա անվերջ։ Պետք է շարունակվի, կարող է մեկը թող համարձակվի հաղթի այգ։ Լավ, ձեզ բարի եթեր։ Եղա, շնորհակալություն Հակով։ Նորից մեկ անգամ Ռոխա Ֆուրիային շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին։ Ձեզ էլ ենք շնորհավորում, իրոք արժանի հաղթանակ էր։ Շնորհակալություն, հաջողություն։ Հետաքրքիր կարծիք հնչեց։ Ես պատասխանեմ Հակով։ Այո, իհարկե։ Ուրեմն ասեմ, Իսպանիայի հավաքականը արժանի էր, իհարկե արժանի էր մնացած թիմերի համեմատ։ Բայց Իսպանիայի խաղը խմբային փուլում տեսնելով եւ դրանից հետո թեկուզ հենց Պորտուգալիայի հետ խաղը որ դիտեցինք, չեմ կարծում թե հենց Իսպանիան հիմա ինչ որ Հակոբը ասում է համապատասխանում է Իսպանիային։ Մենակ եզրափակիչում ենք խաղ տեսանք Իսպանիայից, անկեղծ խոսանք էլի։ Եզրափակիչում է Իսպանիան խաղաց իր շնորհիվ Իտալիայի, բայց մինչև այդ մի հատ տեսնենք իր անցած ճանապարհը։ Իսպանիան ուղղակի հաղթեց լավ մարտավարության շնորհիվ, փորձառության նաև շնորհիվ, ունենք լավ արդեն փորձ ունեն, տեսնենք քանի տարի արդեն նույն կորիզը կա, խաղում են իրար հետ, ու այդ փորձի շնորհիվ համաձայն ենք այդ, բայց ընդունենք նաև որ խոշոր մրցաշարերը հենց նման կերպ են հաղթում։ Թիմերը չկա մի թիմ, որը խոշոր մրցաշարը փայլուն սկսի եւ փայլուն ավարտի, եւ ամբողջ բոլոր խաղերը ամբողջությամբ փայլուն սկսի, ավարտի եւ հաղթի։ Նման կերպ ուղղակի չեն հնարավոր չի ֆիզիկապես հաղթել խոշոր մրցաշարերում եւ ուժեղ մարզիչները պատրաստում են թիմերին, ուժեղ թիմերին, որպեսզի հենց եզրափակիչ փուլերում նրանք իրենց մարզական վիճակի ոնց որ ամենաբարձր մակարդակի հասնեն հենց վերջում։ Եվ դա երևի տեսանք հենց եզրափակիչում, որ խոսքս խաղի մասին է, Հայկ ջան, ասենք իրանք խաղով չփայլեցին։ Խաղն էլ է արդյունք ֆիզիկական ինչ որ վիճակի։
Բայց եկան եզրափակիչում փայլեցին։ Այո, հասան միջև եզրափակիչը ֆիզիկական այդ պատրաստվածությունն էլ իրենց թույլ տվեց այդ խաղը ցույց տալ, միջև այդ տակտիկական որոշումների միգուցե հետևանքով նման խաղեր եւ ինչ որտեղ էներգիա էր խնայում թիմը։ Իսկ իմ կարծիքով նրանք Պորտուգալիայի դեմ խաղում ուղղակի չկարողացան ավելին անեն, հենց Պորտուգալիայի հետ խաղում, որովհետեւ Պորտուգալիան մենք տեսանք ու շատերն են ասում նեյտրալ երկրպագուները, որ Պորտուգալիան ավելի արժանի էր հաղթանակի, քան Իսպանիան իր խաղով։ Թեկուզ հենց ընտրած իրենց մարտավարությունը, ես նայում եմ հիմա որպես ոչ թե Ֆրանսիայի երկրպագու եմ խոսում, այլ ուղղակի ֆուտբոլի երկրպագու, նայում եմ, մտածում եմ, նստել եմ ֆուտբոլ նայեմ, գեղեցիկ ֆուտբոլ պետք է նայեմ, Իսպանիան լավ չի խաղում, ինչ անենք, որ լավ խաղա այդ թիմը, նայում եմ դիմացի Պորտուգալիան ավելի լավ է խաղում, ինքնին Պորտուգալիան Պորտուգալիա։ Եզրափակիչում անկեղծ Իտալիան նենց դաս տվեց Իսպանիան, որ ես անգամ չէի ուզում, վերջում ես ինքս խոստովանեցի, որ Իսպանիան իրոք արժանի էր։ Իհարկե, եթե Իտալիան այդ խաղով տենց խաղարու չեմպիոն դառnar, այսօր ես ասելու եմ, որ Իտալիան արժանի չի, Իսպանիան ավելի արժանի է։ Այո։ Այո, ընդունում եմ, որ Պորտուգալիա այդ լավագույն խաղը չէր, ուղղակի պետք է նաև խոստովանենք, որ միշտ չէ, որ լավագույն հաղթականների մոտ լավագույն խաղեր են ստացվում ամեն 90 րոպե։ Իսկ այդ բերան փակելու հետ ասեմ, Հակոբ ասաց շատերի բերանը փակեց։ Ես կասեի շատերի բերանը փակեց, նրանց բերանը փակեց, ովքեր որ ոչ կոռեկտ էին արտահայտվում։ Իսկ ովքեր որ ուղղակի արտահայտել են կարծիք, որ Իսպանիան շատերը կային, որոնք սկզբից երկրպագում են Իսպանիային, հետո որոշում են, որ Իսպանիան ձանձրացնում է իրենց եւ փոխում են իրենց նախասիրությունները, դա էլ է իրավունք մարդկանց, իհարկե երկրպագուները կարող են այսօր մի թիմի երկրպագել, գլորի խանտր են նրանք կոչվում։ Միգուցե հենց դրանց էր վերաբերում այն մարդկանց, որոնք չէին հավատում այս մի քանի խաղերից հետո Իսպանիային արդեն։ Մեջբերեմ Էրիկ Կանտոնայի խոսքերը, դու կարող ես փոխել կրոնը իրաց կնոջը, բայց ոչ քո սիրած թիմը։ Այո։ Դե Կանտոնան նման բան իհարկե կարող էր ասել, չնայած նա թիմ փոխել է մի քանի անգամ։ Ինչևէ, եւ մի քանի երևի վիճակագրական տվյալներ ներկայացնենք հենց եզրափակիչի մասին, ինչը հետաքրքիր է, կիսաեզրափակիչի հերոսներից մեկը Մարիո Բալոտելին խաղի ընթացքում ոչ մի անգամ մրցակցի Տուգանային հրապարակում գնդակ չստացավ։ Պատկերացնում ես ինչպես են խաղացել իր այդ պաշտպանները Ռամոսն ու Պիկեն, որ միշտ դուրս են մղել հրապարակից Տուգանային եւ միշտ այնտեղ են նստացել հեռու Իսպանիայի դարպասներից եւ դրա համար ոչ մի վտանգավոր բա Բալոտելի կողմից մենք չտեսանք խաղի ընթացքում։ Եվս մեկ հետաքրքիր տեղեկություն 57-րդ րոպեից հետո Իտալիան ոչ մի անգամ Իսպանիայի դարպասին չի կարողացել խփել։ Դե գիտենք, նա 10 հոգով մնաց եւ խաղը կոտրվեց վերջնականապես, բայց բոլոր դեպքերում չկարողացավ ոչ մի հարված կատարել։ Ալբան բացահայտումներից մեկն ինչպես շատերը արդեն որոշել են։ Կարելի ասել իր բացահայտումը։ Այո, որտեվ մինչև առաջնություն ես վստահ չեմ, որ շատերը գիտեին նույնիսկ ով է Ալբան, որտեղ է խաղում, որ դիրքում է խաղում։ Ես գիտեի, բայց չգիտեի որ տենց։ Դե դուք իմանաս, որպես իսպանական ֆուտբոլի երկրպագու, բայց շատերը ինձ թվում է ուղղակի տեղյակ չէին, թե սա ինչ խաղացող է եւ ընդհանրապես որտեղ է խաղում, բայց նա հերոսներից մեկն է կարելի ասել առաջնության այս հաղթանակի եւ եզրափակիչում էլ նա ամենաշատ փոխանցումներ կատարող ֆուտբոլիստներից մեկն էր։ Բարձր խավին ոչ մեկ չի հասնի եւ Ինիեստան, բայց նա 21 փոխանցում կատարեց դեպի Ինիեստա եւ 19 Խավի Ալոնսոին։ Բացի դրանից խաղը ընդհանրապես չստացվեց Անդրեա Պիրլոյի մոտ, համաձայնենք կիսաեզրափակիչում նա փայլեց, բայց չտվեցին նրան։ Թույլ չտվեցին, միգուցե արդեն տարիքը չներեց, նրանք գիտենք որ մեկ օր քիչ հանգստացան կիսաեզրափակիչից հետո, միգուցե չհասցրեց տարիքը հաշվի առնելով լիարժեք վերականգնվել Անդրեա Պիրլոն, իր 10 սուր փոխանցումներից 8-ը շեղ էր։ Այսինքն միայն 2 սուր փոխանցում է հասցեատիրոջը հասել։ Ֆերնանդո Տորեսը, որը անեկդոտների հերոս էր մի քանի վերջի 2 տարիներին, փորձում է ամեն ինչ անել, որ արդեն այդ իր կերպարը կորցնի եւ վերականգնվի Ռոմբարկուի այդ դերում։ Նա ամեն 64-րդ րոպեն խաղադաշտում անցկացրած գոլ է խփել,
գիտենք 3 գոլի հեղինակ դարձավ եւ 1 գոլային փոխանցման, այն էլ վերջի վարկաններին ճանաչեցին լավագույն ռմբարկու։ Ճիշտ է, ճանաչեցին լավագույն ռմբարկու, գիտենք 6 հոգի էր դարձել, եթե չեմ սխալվում։ Բայց քանի որ թիմը հաղթել է։ Այո, երեքական գոլի հեղինակ, քանի որ թիմը հաղթել է, քանի որ նա 1 գոլային փոխանցումել է կատարել, որոշեցին Չելսիից է։ Այո, եւ քանի որ նաեւ ամենաշատը նման գիտոսի կարիք ունի այս պահին, իրեն տվեցին։ Եվս մեկ ռեկորդ սահմանեց Իսպանիայի հավաքականը, որևէ թիմ Եվրոպայի առաջնության եզրափակիչներում 4-0 հաշվով նման գոլային տարբերությամբ չէր հաղթել մրցակցին։ Մեկ դեպք էր տեղի ունեցել 1972 թվականին, բայց դրա մասին ես հիմա չեմ ասի, որտեվ դրան է վերաբերելու մեր հաղորդման երկրորդ կեսին անցկացվելիք մրցույթի հարցերից մեկը։ Դավիթ Սիլվան հիանալի հանդես եկավ ընդհանուր առաջնության ընթացքում, նա 2 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Եվ այն ռեկորդը, որի մասին մենք հիշատակեցինք, 990 րոպե փլեյօֆներում Իսպանիան գոլ բաց չի թողել։ 990 րոպե ոքի մի անհավանական արդյունք է 2006 թվականից, երբ Ֆրանսիայի հավաքականը 3-րդ գոլը խփեց իսպանացիների դարպասը, հիշում ենք 1-0 հաղթում էր Իսպանիան, 3-1 պարտվեց։ Այդ 3-րդ գոլից հետո նրանք որոշեցին, որ պետք է արդեն սթափվել եւ 6 տարիա գոլ բաց չեն թողում փլեյօֆներում։ Զիդանը 3-րդ գոլի, հա, հեղինակ, այո, Զիդանից հետո հենց որևէ մեկը նոր Զիդան է պահանջվում հիմա, որ իսպանացիների դարպասը գրավի, փլեյօֆի մասին է խոսքը, որտեվ խմբային փուլում նրանք գոլ բաց են թողել։ Ֆրանսիայի խաղից մենք տեսանք, որ Զիդանը պետք է այնուամենայնիվ վերադառնա։ Պետք է խաղար, չէ, Հանգարի հաստատ շատ կօգներ երևի։ Հենց Զիդանի հեռանալուց հետո սկսեցին ինչ-որ անհասկանալի պահեր հանդերձարանում թիմի, ինչ-որ բան չեն կիսում խաղացողները եւ ամեն անգամ ինչ-որ սկանդալները ի հայտ գալիս։ 6 լավագույն ռմբարկու, ինչպես նշեցինք, ունեցավ այս Եվրոն, դա Ալան Զագոևն է, Մարիո Գոմեսը, Բալոտելին, Լևանդովսկին, չէ, կներեք, Լևանդովսկին չէ, Մանջուկիչը, Կրիշտիանո Ռոնալդոն եւ Տորրեսը։ Երկուական գոլ խփել են շատ ֆուտբոլիստներ, չթվարկենք, եւ 1 ավտոգոլ է եղել ընդամենը։ Իդեպ Մանջուկիչին կարելի է համարել քո կարծիքով բացահայտում այս առաջնությանը։ Մանջուկիչին ես վստահ չեմ, որ կարելի է համարել, որովհետև այո, լավ խաղաց 3 գոլի հեղինակ էլ դարձավ, բայց մինչ այդ երևի չգիտեն ֆուտբոլիստ է շատ ինքը եւ Մարիո Գոմեսի կարգի միգուցե մի քիչ նույնիսկ զիջող իրան իմ կարծիքով իմ տպավորություններով այդ ոչի ֆուտբոլիստ է, իդեպ նա դարձավ արդեն Բավարիայի խաղացող։ Պաշտոնապես տեղափոխվեց արդեն Բավարիա, չգիտեմ, կարծում եմ մի քանի խաղալ, եթե իրեն տեսնեինք, արդեն վերջնական կարծիքը կարող էին կազմել, իսկ այո, լավ հանդես եկավ, 3 գոլ խփեց, բայց դա կարող է ցանկացած մակարդակի ֆուտբոլիստի հետ էլ լինել Եվրոյի շրջանակներում։ Այո։ Մեկ բաց թողած գնդակ ունեն 2 դարպասապաններ, դա Վոյցեխ Շեսնին է, որը հենց առաջին խաղում կարմիր կարտ ստացավ, եւ Իկեր Կասիլեսը։ Առաջի գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, հիշում ենք Լեհաստան-Հունաստան խաղի ընթացքում։ Առաջի դուբլի հեղինակ դարձավ Ալան Զագոևը Ռուսաստան-Չեխիա խաղում, եւ առաջի ավտոգոլը եւ միակը առաջնությունում դարավ Գլեն Ջոնսոնը, հիշում ենք Շվեդիա-Անգլիա խաղում։ Նշեմ, որ Վալդեսը նույնպես գոլ չընդունեց։ Վալդեսը եւ Ռեյնան այո հիանալի հանդես եկան։ Դրանք ամենատիտղոսավոր տուրիստներն են Իսպանիայի, իսպանացի, որոնք արդեն 2 տարի անընդմեջ ոսկե մեդալներ են։ Տենց է Կասիլիաս քանի։ Բնականաբար, քանի Կասիլիասը սաղը իրանք պետք է ոսկե մեդալներ շահեն։ Առաջին դեղին քարտը ստացավ, ես կարող եմ հեսա անվանել այդ ֆուտբոլիստը Սոկրատիս Պապաստատոպուլոսը, նախկին Միլանի ֆուտբոլիստ է, որ հիմա Վերդերում է հանդես գալիս։ Այո, այդ դուք գիտեիք իրեն։ Լեհաստան-Հունաստան խաղին 35-րդ րոպեին ստացավ։ Առաջի կարմիր քարտը 2 դեղինների արդյունքում ստացավ նույն խաղացողը, հենց Սոկրատիսը, եւ առաջի կարմիր քարտը ստացավ Վոյցեխ Շեսնին հենց նույն խաղում։
մենք հիմա մի փոքր դաթարի գնանք եւ կվերադառնանք, որից հետո կանցկացնենք մրցույթ եւ վերջապես Բարսելոնա սպորտ բարի կողմից սահմանված նվերը կտրամադրենք մեր մրցույթում հաղթած ունկնդրին։ Գնացինք։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։ Ռադիո ֆուտբոլը վերադարձավ եթեր, դժվար հիմա կարողանաք դիտել Եվրո 2012-ի լավագույն խաղերը, բայց բոլորին հրավիրում ենք Բարսելոնա սպորտ բար, որտեղ դուք ցանկացած բան կարող եք շատ հաճելի մթնոլորտում դիտել ֆուտբոլային խաղեր, ուղղակի հետաքրքիր շատ ժամանց անցկացնել։ Բոլորին հրավիրում ենք Բարսելոնա սպորտ բար, որը այսօր նաև հանդիսանում է մեր մրցույթի հովանավորը։ Մեր մրցույթը կայանում է հետևյալում, կանոնները անփոփոխ են, միշտ էլ նման կերպ ենք մրցույթներ անցկացրել, մենք հիմա կհնչեցնենք ինչ-որ մի հարց եւ ով գիտի հարցի պատասխանը կզանգահարի, ճիշտ կպատասխանի եւ կստանա 1 միավոր։ Մենք ունենք շատ հարցեր եւ հաղորդման վերջում ով ունեցավ ամենաշատ միավորները, նա կճանաչվի մեր մրցույթի հաղթող եւ կստանա Բարսելոնա սպորտ բարի կողմից սահմանված նվերը, այն է գարեջրի անվճար հյուրասիրություն Բարսելոնա սպորտ բարում։ Երևի հնչեցնենք Արտուր առաջին հարցը հետևյալն է։ Բավականին հեշտ հարց է։ Պարիս Սեն-Ժերմենի մարզադաշտը ինչպես է կոչվում։ Դու մի ասա։ Ես։ Այո, դու մի ասա։ Դա մենք հիմա կսպասենք մեր ռադիո ընկերների պատասխանին։ Մեր եթերի համարն է 368204, կրկնում եմ հարցը։ Պարիս Սեն-Ժերմենի մարզադաշտը ինչպես է կոչվում։ Զանգահարեք եւ ստացեք 1 միավոր։ Իսկ մենք շարունակենք երևի քննարկել Եվրոն։ Ինչ խաղեր հիշեցիր բացի եզրափակիչից եւ Ես կուզեի մի փոքր անդրադառնալ, կարծում եմ դրա կարիքն էլ կա Գերմանիայի հավաքականին։ Ես մի քիչ ոնց շատ եմ ասում Գերմանիայում, բայց իրոք որ նայում եք թիմերի մեջից Գերմանիան սկզբում ես քննադատում եմ Գերմանիային խմբայնում, որովհետև այդ ֆուտբոլն են խաղում, իրանց պետք էր քննադատել, եւ իրանք լսում էին քննադատությունները, դրա համար սկսեցին հետո արդեն մի քիչ լավ խաղալ։ Ես բոլորն էլ գիտեն, որ Բավարիային չեմ սիրում։ Այո։ Ընդհանրապես գերմանական ֆուտբոլ չեմ տենց երկրպագում, ավելի շատ անգլիական եմ սիրում, բայց Գերմանիայի այդ ստաբիլությունին շատ է դուր գալիս։ Իմ կարծիքով Իտալիայի հետ խաղում նրանք պարտվեցին մեծամտության իրենց այդ որ դուրս են եկել, մենք Գերմանիան ենք, տենց կարող ենք հենց այդ արագ գոլը որ ընդունեցին իրենց դարպասը։ Բայց երիտասարդել են, միգուցե դա էլ իրենց ինչ որտեղ։ Ջղայնացան, 1-0-ից հետո ջղայնացան, ոնց է, սա առաջի կեսում 2-3 հատ պատասխանենք, էս ինչ թիմ է Իտալիան, տենց էին մտածում։ Իտալիա չկա, ստա ճիշտ էին մտածում, չկա Իտալիա, բայց պետք է ամեն դեպքում հարգել մրցակցին։ Ու նետվեցին առաջ, ամբողջ թիմով նետվեցին առաջ, ոնց տեսանք երկրորդ գոլը որտեղից ծնվեց։ Մոնտոլիվոյի երկար փոխանցումը Մարիո Բալոտելի ուղղությամբ ու նրան վերահսկում էր միայն Ֆիլիպ Լամը, որը ուր են կենտրոնական Մացումեսը կամ մյուս այնտեղ ուղղակի անհաջող խաղից դուրս վիճակ ուզեցին ստեղծել պաշտպանները, չստացվեց իրենց մոտ, այնտեղ հենց Խումելսը ոնց որ մնաց ետևում եւ հենց այդ պատճառով էլ
գրեթե ոչ ոք չէր պահում այդ պահին Բալոտելին։ Իմ համար զարմանալի է ուղղակի գիտեք ինչ որ առաջի խաղակեսում հենց կենտրոնական պաշտպանները գնում են առաջ։ Ինչի համար։ Եթե կան այնտեղ շատ ուրիշ ֆուտբոլիստներ, որ կարող են, ասենք երկրորդ կեսի վերջը չի, որ բոլոր թիմով ամբողջ թիմով նետեն։ Կարող է հենց այդ քո ասած պատճառով լինել, որոշեցին միանգամից հավասարեցնել հաշիվը։ Դա հենց խանգար է։ Չմտածելով պաշտպանության մասին, դա հենց փորձի միգուցե պակասի մասին է խոսում։ Պաշտպաններն էլ այնքան փորձառու չեն, Ֆիլիպ Լամի մասին չի խոսքը իհարկե, կենտրոնական պաշտպանները։ Ամեն դեպքում Գերմանիան, ասենք որ այս առաջնությանը շատ լավ թիմ էր։ Շատ լավ թիմ էր, իհարկե շատերը հենց տեսնում էին Գերմանիայի եզրափակիչում։ Ուղղակի եթե դա էլ լիներ ինչպես բոլորն են կանխատեսում, միգուցե ընդհանրապես հետաքրքիր չլիներ։ Իսկ մենք օրենք հեռախոսազանգ պատասխանենք։ Բարև ձեզ։ Հայկ ջան, նորից ես եմ։ Այո, Հակոբ։ Չամպերցի նորից։ Իհարկե։ Գիտեք ոնց է, ես հարցը ճիշտ նայած հարց ա եղել։ Հարց ա եղել եւ հետեւյալն էր. Paris Saint-Germain-ի մարզադաշտը ինչպես է կոչվում։ Այնտեղ աշխարհի առաջին խաղերն են ածել։ Ոնց, ինչպես։ Stade de France-ը կոչվում։ Իսկ եթե ստենդի տեղը զբոսայգի բառը ֆրանսերեն կամ ռուսերեն։ Avenue։ Չէ, ռուսերեն, օրինակ։ Զբոսայգի։ Այո։ Stade de France։ Չէ, Parc de France։ Այո, Parc de France, ճիշտ է, Հակոբ, դուք ճիշտ պատասխանեցիք եւ մեկ միավոր վաստակեցիք։ Ես այ ջան, փորձեմ մի հատ նկատառում կա, դա ասեմ եւ վերջացնեմ, էլի, որ ուրիշներն է զանգարան։ Ուրեմն ինչ կապված է Իսպանիայի խաղի հետ, ես մի բան էլ ասեմ, հենց թիմը երևաց թիմ, որը որ եւ Գերմանիայի մոտ չկար եւ մնացած։ Այդ մարդիկ ուրեմն շատ կարճ սեղմ ժամկետում պետքա 6 խաղ խաղային։ Դա մարշական շտաբը այնքան ուժեղ գտնվեց, իրանց որ մարդկանց ուժերը վերաբաշխեցին այդ 6 խաղի, այդքան բան։ Այո, դրա մասին ենք խոսում, հնարավոր է այդպես լինի։ Ինչի իրանց ինչի է թվում, թե այդ մարդիկ ռոբոտեն պետք է 6 խաղներ, չգիտեմ, մեր նման արոնից ոսկորից մասից են, չէ՞, մարդ են վերջը։ Եվ դա հիանալի ցույց տալիս, որ թիմը դա թիմ է, իսկական թիմ է, թիմային խաղ է ֆուտբոլը։ Միգուցե շատերը նեյտրալ երկրպագուները կուզային որ բոլոր խաղերը այդպես լինեն, հենց երկրպագուներն էին, ինչու միայն նեյտրալները, բայց քիչ է լինում այդպես։ Ասում այժմ բայց մենք իշքան հետևել ենք այդպես բան չի լինում։ Այո։ Ամենայն դեպս ես դաժե սա մոռանում ենք որ Եվրոպայի առաջնությունն է, ախր աշխարհի առաջնություն չի։ Այնտեղ տարբեր ուրիշ մակարդակները, ուրիշ խաղերը, ուրիշ աշխարհի առաջնությունում է առավել եւս ոչ ոք ամբողջ մրցաշարը նույն մակարդակով չի անցնում երբեք եւ մարզիչները հատուկ են պատրաստում ուժեղ թիմերին, որոնք հավակնում են հաղթանակի սկզբից։ Ուղղակի մեկ մի բան է երևաց, բարձրորոշ երևաց, այս վերջի տարիների նկատառումները, դա էլ ամեն ինչ հաշվի առնելով, որ իսկական է ֆուտբոլը հավասարվել է։ Ուժեղ եւ թույլ թիմեր համարյա թե չկան։ Հիմա ամենաթույլը Իռլանդիան էր, մեր ամենավոխերեմ թշնամի թիմը, ափսոս որ գնաց այդ թիմը, էլի, մենք պետք է լինեինք։ Մնացած 15 թիմերը համարյա թե հավասար էին ուժերը։ Ես կարծում եմ 15 չէ, կամ մեկ թիմ հենց Իսպանիան, որը երևի ուժեղ է բոլորից, ակնհայտ, մնացածը իրոք բավականին մոտ են։ Ֆուտբոլը հավասարվել է, էլի, օրինակ խաղի մնացած մասաձևերը չեմ ասի, բայց ֆուտբոլը կոնկրետ ոնց որ թե հավաքականներին, այո։ Թիմայինում երևի իշխում են Բարսելոնան եւ Ռեալը այս պահին։ Իսպանիան այսինքն։ Իսպանական թիմերը, այո։ Իսպանական ֆուտբոլը ընդհանրապես վերջի տարիներին ուղղակի որևէ մրցանակ չի զիջում իսպանական հավաքականները։ Ես մեկը թույլ կտաս այ ջան, մի հատ փոքր բաներ ասեմ, մեր մեկնաբաններից մեկը ես ուղղակի Իսպանիան ազգանը այդ վերջի խաղի եզրափակիչում ուրեմն ինքը մի խաղ առաջ բանում է, ստազենում է եղել այդտեղ Կիևում, հենց Իսպանիայի խաղը, ու ինքը շատ ճիշտ դիսատկա կապավ ճիշտ բան ասեց, ասես դուք հերոստացույցը որ նայում եք մենք, լրիվ ուրիշ բան է, այնտեղ երբ որ դաշտում ես գտնվում։ Այո։ Սարու ձորի տարբերությունը, որ ինքը շատ ճիշտ ասեց։ Միանշանակ, իհարկե, նույն բանը ես լսել եմ։ Այդ մի փոխանցումները բան էլի, որ Իսպանիանի պետը միապաղաղա բան է, բայց որ այնտեղ գտնվում ես այդ մտնոլորտի մեջ տեսնում ես ինչ են անում իրանք։ Այո, նույնը լսել եմ Իտալիայի հավաքականի մասին, որ Բուֆոնը ինչ աշխատանք է կատարում 90 րոպեների ընթացքում, ինչպես է խորհուրդներ տալիս պաշտպաններին, գալիս միջև դաշտի կեսը։ Այո, դա ամեն ինչ երևում է։ Դա լրիվ ուրիշ տարբերություն, շատ մեծ տարբերություն կա։ Եղավ այդքան, եղավ, Հակոբ, շնորհակալություն, հարևություն։ Մեկ միավոր արդեն իդեպ Հակոբը վաստակեց։ Ես կարծում եմ տարբերությունը այն է, որ երևի 2-0 է գրանցվել, մենք 4 ենք տեսել։ Բայց իրոք, ասենք, նենցա նույն
թատրոնի հետ համեմատենք, որ նայում ես նստած հենց միանգամից դերասանին շատ ավելի մեծ հաճույք է ստանում, քան թե նույն բանը, որ հեռուստացույցով ես դիտում, հասկաց Հակոբի ասած է։ Այո, անմիջական ընկալում է։ Ես փորձեմ նրան հակադարձել, ինչպես միշտ, ուրեմն որ ասում է թիմ չեն, ասենց ասեմ, հիմա ինքը ճիշտ է, երկրպագումա, զանգումա, հագովմա, բայց մենք պետք է փորձենք բալանսը պահենք, մնացած այլ երկրպագուներն են լսում ու իրանցով ինչքան վահաճել է Իտալիան թիմ չի, ընդհանուր առմամբ թիմը, ասենց ասեմ, բայց ես մը բացած եմ ասած է։ Այն թիմը չէր, ես այդ ասացի, որ պետք է հայտնվեր։ Շատ ավելի լավ կլիներ Գերմանիան հայտնվեր, որ ֆուտբոլ ցույց տար ավելի լավ, քան Իտալիան։ Բայց բացի, ասենց ասեմ, երևի թե բացի չասեմ, բոլորն էլ թիմ էին, ամեն դեպքում ուզում էի Ռուսաստան ասեի, բայց Ռուսաստանը իր խելքից պարտվեց, բայց բոլորն էլ թիմ էին, ուղղակի վերջին 4 թիմը, որ հայտնվել են կիսա եզրափակիչում, 4-ն էլ արժանի էին չեմպիոն դառնային, ճիշտն ասենք։ Արժանի էին ամեն մեկը ինչ-որ մի բանի համար, Պորտուգալիան իր այդ կազմակերպված, որ վերջապես Պորտուգալիան ես հիշում եմ զանգարողներից մեկը օրինակ բերեց, հիշեցրեց, որ Գոմիշի Ֆիգուի Պորտուգալիան ավելի լավ Պորտուգալ է, քան հիմա, բայց ես այդ կարծիքին չեմ, ճիշտ է, նա լրիվ այլ թիմ էր, հիմա լրիվ այլ թիմ է, այն ժամանակվա Պորտուգալիայում չկար Կրիստիանո Ռոնալդոն, հիմա կա ու շատ ուժեղ է։ Դրա շնորհիվ Գերմանիան իր մեքենայի շնորհիվ կարողացավ, ինչպես միշտ ստաբիլ խաղը ցուցադրեց, բայց սայթակեց։ Իտալիան այս բառի համար կներեք, բայց քաշ գալով հասավ այդտեղ ու հիանալի խաղ ցուցադրեց Գերմանիայի դեմ։ Իտալիան ուղղակի մենք պետք է միշտ ինչ-որ դրական խոսքերով հիշենք այս Իտալիան, որովհետև նրա մարզիչը մի պահ որոշեց, որ Իտալիան այսուհետ պետք է չխաղա կատենաչո իր դասական ոճով, պետք է, ինչպես դու նշեցիր, հաճույք պատճառի իր երկրպագուներին եւ ինչու՞ չէ, մնացած բոլոր ուղղակի ֆուտբոլասերներին։ Եվ նա որոշեց եւ միջև եզրափակիչ, միգուցե նույնիսկ գիտակցելով, որ Իսպանիայի դեմ նմախաղ ինքնասպանություն է, որ Իսպանիայի դեմ դեռ որևէ հավաքական հարձակողական կերպով չի կարողացել խաղալ եւ հաղթել, նա որոշեց, որ մենք չենք դավաճանի մեր ոչին, կխաղանք եւ մենք կկառուցենք այդ ոչի հիմա վրա ինչ-որ մի նոր Իտալիայի հավաքական։ Եվ հենց դրա համար իրեն ուղղակի հիմա Իտալիայում չեն մեղադրում, թե ինչի է նման տակտիկա ընտրել։ Նրանց դուր եկավ այդ խաղը։ Նրանց դուր եկավ Իտալիայի խաղը, նոր Իտալիայի խաղը եւ նրա հետ երկարաձգեցին պայմանագիրը հենց Պրանդերին է մնալու եւ Պրանդերին է բերելու Իտալիայի հավաքականին հոկտեմբերին Երևան եւ մենք կտեսնենք դա հենց մեր աչքերով։ Եվ վերջապես Իսպանիայի հավաքականը, որը փորձի շնորհիվ, իր վաստակի ոնց որ ասած նախկինում որ ուներ, հենց դա իրենց տրամադրեց, որ նրանք եւս մեկ չեմպիոնություն վերցնեն ու ասեմ, որ շատ արժանի էին։ Այո։ Ես չէի շնորհավորել, ես էլ շնորհավոր եմ։ Շնորհավորում եմ Իսպանիայի բոլոր երկրներին։ Այո։ Մեր հեռախոսահամարն է 368204, մենք հնչեցնենք երկրորդ հարցը, ժամանակը շատ քիչ է, բայց հարցերը շատ են։ Ով դարձավ Իսպանիայի հավաքականի կազմում եզրափակիչում երկրորդ գոլի հեղինակը։ Շատ բարդ հարց է, շատերը մոռացել են արդեն։ Կրկնեմ, երկրորդ գոլի հեղինակը Իսպանիայի հավաքականի կազմում եզրափակիչում։ Կարելի ասել խաղում երկրորդ գոլի հեղինակը, որովհետև խաղում մենակ մի թիմ է դարձել գոլի հեղինակ։ Եվ կարող են զանգարել ասել, թե ով էր ուզում դառնալ երկրորդ գոլի։ Ով էր ուզում կարողացավ։ Այո։ Կարող եմ միանգամից մեկ հարց էլ հնչեցնել, ով է այս պահին մարզում Ատլետիկո Մադրիդը։ Մի շատ հայտնի արգենտինացի կիսապաշտպան։ Նոր են նշանակել։ Ոչ, 1 տարի արդեն նա է։ Ատլետիկո Մադրիդի գլխավոր մարզչի անունն ենք ուզում եւ դա երևի ավելի հեշտ հարցեր քան հնարավոր է հիմա տեսնենք, մենք ունենք հեռախոսազանգ եւ տեսնենք, թե մեր ունկնդիրը որ պատասխանը գիտի, միգուցե երկու հարցերի ճիշտ պատասխանն էլ իմանա։ Մենք հիմա ընդունենք հեռախոսազանգը մի քանի վայրկյանից երևի ընդունում ենք հեռախոսազանգը։ Ալո, բարև ձեզ։ Կարեն է դու խոսում։ Շատ հաճելի է, Կարեն, մի քիչ բարձր, եթե կարելի է։ Դուք երևի գիտեք պատասխանները։ Այո։ Եվ Խորդի Ալբա։ Խորդի Ալբա երկրորդ գոլի հեղինակը ճիշտ եք եւ երկրորդ հարցը մեր լսել եք։
Այո, Paris Saint-Germain-ի թիմի Ոչ, Paris Saint-Germain-ին առաջի հարցն էր, դա արդեն ճիշտ պատասխանել են այդ հարցին։ Երրորդ հարցը Atletico Madrid-ի գլխավոր մարզիչը ով է։ Diego Simeone։ Ճիշտ է, այո, Diego Simeone փայլուն գիտելիքներ, երկու միավոր վաստակեցիք Կարեն, շնորհավորում ենք։ Եվ ինչ կասեք Եվրոյի մասին, ինչ տպավորություններ թողեց նա ձեզ վրա։ Լավ տպավորություններ։ Իսկ Իսպանիայի հավաքականն եք երկրպագում։ Ոչ, Գերմանիա եւ Պորտուգալիա։ Երևի այնքան ուրեմն լավ տպավորություն չթողեց միջև։ Խաղերից գոհ եմ։ Այո, հասկանալի է։ Եղավ, շնորհակալություն շատ զանգի համար։ Ունենք արդեն երկու միավոր Կարենի օգտին եւ մեկ միավոր ունի Հակոբը։ Չորրորդ հարցը, 4-րդ ու 5-րդը միանգամից։ Չորրորդ հարցը, քանի անգամ է Արսենալը իր պատմության մեջ դարձել Անգլիայի չեմպիոն, եւ 5-րդ հարցը 1992 թվականին Հոլանդիայի հավաքականի որ լեգենդար ֆուտբոլիստն է ստացել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Զանգարեք 368204 եւ պատասխանեք այդ հարցերը բարթանում են արդեն։ Բարթանում են գնալով, այո։ Շարունակենք երևի խոսալ հավաքականների մասին։ Իդեպ ասեմ, որ մի քանի օրից սկսելու են օլիմպիական խաղերը, գիտեք, եւ այնտեղ կա նաեւ ֆուտբոլի մրցաշար, ինչպես գիտեք, եւ ինչպես գիտեք, այնտեղ մասնակցում են երիտասարդական թիմեր մինչեւ 23 տարեկան, բայց կա կանոն, ըստ որի հավաքականներում կարող են խաղալ 3-ական ֆուտբոլիստ, որոնք 23 տարեկանից բարձր են։ Մենք հիշում ենք, որ անցյալ օլիմպիական խաղերում Ռոնալդինյոն էր խաղում Բրազիլիայի հավաքականում եւ շատ այլ ֆուտբոլիստներ։ Մենք ունենք հեռախոսազանգ, լավ ընդունենք, հետո կշարունակեմ։ Ալո։ Բարև ձեզ։ Այո, նորից Կարենն է։ Լսում ենք Կարեն։ Յոհան Կրոյեֆը կարծում եք 92 թվականի խաղում էր։ Չէ, լսել։ Լավ, իսկ Արսենալը քանի անգամ է չեմպիոն դարձել։ Մի թիվ ասեք, 10-ից ավել եւ 20-ից ավելի քիչ։ 13։ Ճիշտ եք։ Դուք գիտեիք, հա։ Այո։ Գիտեիք, բաստանեն։ Լավ, 3 միավոր վաստակեցիք, շնորհավորում ենք, շնորհակալություն։ Հարցը կրկնեմ 92 թվականին ով է Հոլանդիայի հավաքականի խաղացողներից դարձել տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Կարենի կապը շատ լավն է, ես կասեի, ինտերնետ կապը։ Այո, կարևորը լսվում է։ Կարենի ինտերնետ կապը։ Google-ը։ Մեր սիրելի բարեկամ Google-ը։ Շարունակենք օլիմպիական խաղերի մասին։ Ասեմ, որ այս տարի հետաքրքիր է խաղալ ոչ թե Անգլիայի հավաքականը, այլ Մեծ Բրիտանիայի հավաքականը ֆուտբոլի, ինչը երբեք չէր եղել պատմության մեջ, եւ արդեն գիտենք, որ Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում լինելու է Ռայան Գիգսը, լինելու է այլ ֆուտբոլիստներ, որոնք արդեն 23 տարեկանից բարձր են, ուզում են Բեքհեմին հրավիրեին, բայց մարզիչը որոշեց Ստյուարտ Պիրսը, որ նա բրիտանացի չէ, կարողանա, այո, ըստ արժանվույն անձ գալ։ Եվ շատ հետաքրքիր կլինի հետևել Մեծ Բրիտանիայի հավաքականի խաղին։ Այսօր Իսպանիայի կազմն եմ տեսել։ Այո, հենց Իսպանիայի կազմը եւ ինչն է հատկանշական, որ 3 Եվրոպայի չեմպիոններ, 3 ընդգրկվեցին Իսպանիայի օլիմպիական հավաքականում, դա է Մարտինեսը, Խավի Մարտինեսը, Խորձե Ալբան եւ Խուան Մատան։ Ինչու Լորենտեն չընդգրկվեց։ Այ ինձ էլ հետաքրում, ինչու Լորենտեն չընդգրկվեց, նա ամբողջ մրցաշարը բաց էր թողել, պայստայինների նստարանին էր նայում եւ ինչու իրեն չընդգրկել։ Ալկանտարան կար կազմում։ Ալկանտարան կար կազմում, Մունիայինը կար Ատլետիկ Բիլբաոից, Դեխեանը պաշտպանելու դարպասը։ Շատ ուժեղ հավաքական է, շատ ուժեղ։ Երկու դարպասապահ են վերցրել։ Երկու դարպասապահ են վերցրել, քիչ ինքնավստահ քայլ է։ Տեսնենք, միգուցե հենց այս օլիմպիական խաղերում նույնպես տոնի Իսպանիան։ Ունենք հեռախոսազանգ, պատասխանեցինք։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպես եք։ Շնորհակալություն, լավ։ Կներկայանաք։ Դիանա։ Դիանա, շատ հաճելի է։ Դուք երևի զանգել եք մեր հարցին պատասխանելու։ Այո։ Եվ լսում ենք ձեզ։ Մարկո Վան Բաստեն։ Մարկո Վան Բաստեն, իրոք ճիշտ եք, այո, միանշանակ, դա Մարկո Վան Բաստենն էր։ Ձեզ երկու միավոր, որ զանգեցիք այս հարցի համար։ Իսկ ում եք երկրպագում Եվրոպայի առաջնությունում։ Իսպանիա։ Իսպանիային, այո, դե մենք ուրեմն ձեզ շնորհավորում ենք։ Կներեք, դուք ֆուտբոլասեր եք։ Այո։ Այսինքն 92 թվականից հետևում եք խաղերին։ Չէ, այդ թվականին չէ, բայց այս մի քանի տարին այո։ Այսինքն կարդացել եք դա։ Ոչ թե տեսել եք։
Այո, կարծում եմ բոլորս կարդացել ենք դրա մասին։ Չէ, Ականատես չենք եղել։ Եվ ով է ձեր սիրած ֆուտբոլիստը Իսպանիայի հականի կազմում։ Սիլվան։ Հասկանալի է։ Եղավ Ձյանը, շատ շնորհակալություն զանգի համար, շնորհավորում ենք, երկու միավոր վաստակեցիք։ Իսկ թվում է Ձյանն հենց նոր է Մեր որոշում։ ունկնդիրները, որ Ձյանային մենք շնորհեցինք երկու միավոր, հաջորդ հարցը։ Ով է այս պահին Արտուրին դուք կգայես հարցը Ռեալի երկրորդ ավագը։ Հերթականությամբ գիտենք առաջինը Իկեր Կասիլեսն է, երկրորդ ով է։ Ով է։ Իսպանիայում Արտուրը չգիտի փաստորեն, բայց Իսպանիայում գիտենք կա կանոն, համաձայն որի ըստ խաղացած խաղերի է որոշվում թե ով է լինելու ավագը։ Այսինքն եթե դուք գիտեք Կասիլեսից հետո ով է ամենաշատ Ռեալի կազմում խաղացել այսօրվա խաղացողներից, կարող եք միանգամից զանգել եւ ասել ով է երկրորդ ավագը Իսպանիայի հավաքականում։ Մեկ հուշում Իգուայինը չի։ Մեկ հուշում Իգուայինը չի եւ Ալտին տոպն է չէ։ Կարող եմ միանգամից մեկ հարցել։ Գուծին էլ չի, որտեղ ինքը Ռեալում չի խաղում։ Լավ, ունենք հեռախոսազանգ, երևի ընդունենք այն, հետո ես մյուս հարցը կհնչեցնեմ կամ հենց մեր ընկերին կհարցնենք։ Կարող ենք երկու հարց։ Կարող ենք, ինչու ոչ, ցավոք մեր ժամանակը արդեն սպառվում է։ Միանգամից երկուսին էլ պատասխանան։ Այո, ինչու ոչ։ Մենք կպատասխանենք եւ տեսնենք օլիմպիական խաղերն են Խոստանում շատ հետաքրքիր լինել։ Իրոք ուժեղ հավաքականներ կան, ցավոք Արգենտինան չի լինելու։ Դե Արգենտինան մեկ անգամ արդեն վերջերս հաղթել է։ Մեսսի, Դի Մարիայի գլխավորությամբ, Լավեսի եւ իրենք որոշել են հանդիսանալ։ Իսկ ինչու չի լինելու։ Հրաժարվել են։ Չեն եկել, որակորմամբ փուլը չեն անցել, այո, Բրազիլիան է լինելու ուժեղ հավաքականներից։ Մենք ընդունենք հեռախոսազանգը։ Ալո։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Նարեկ, շատ հաճելի է։ Լսել եք մեր հարցերը։ Այո, լսել ենք։ Եվ հիմա մենք ձեզ կլսենք ուրեմն պատասխանները ճիշտ, խնդրեմ։ Վերջի հարցը չէ։ Այո։ Ռեալի երկրորդ ավագը։ Այո։ Սերխիո Ռամոս։ Այո, միանշանակ, դա Սերխիո Ռամոսն է։ Նա թվով երկրորդ ֆուտբոլիստն է, որը թվով ամենաշատ խաղերն է անցկացրել։ Շնորհավորում ենք, մեկ միավոր վաստակեցիք Նարեկ եւ միանգամից մեկ հարց էլ տանք ձեզ։ Այս պահին Խորեն Հովանիսյանը, մեր լեգենդար ֆուտբոլիստը, որ թիմն է մարզում, կարող է իմանալ։ Տաշկենտի Լոկոմոտիվը։ Այո, Տաշկենտի Լոկոմոտիվը։ Դուք գիտեիք։ Եվ գիտեի առանց նայել։ Այո, դա զգացվում է։ Երկրորդ միավորը վաստակեցիք, շնորհավորում ենք։ Շնորհակալություն զանգի համար։ Մենք քիչ հետո կհնչեցնենք մի քանի րոպե երևի մեզ թույլ կտան մնալ եթերում դեռ, կհնչեցնենք երկու հարց եւս եւ կորոշենք թե ով հաղթեց այսօր։ Եվ այսպես երկու հարց, վերջի երկու հարցն եմ հնչեցնում, որ հայտնի իտալական թիմն է, մենք արդեն ունենք հեռախոսազանգ, որ հայտնի իտալական թիմն է, դա հիմնադրվել 1897 թվականի նոյեմբերի 1-ին, ով հիշում է կարող է ասել, եւ որ ֆուտբոլիստը իրացրեց առաջին 11 մետրանոցը այս Եվրոպայի առաջնության շրջանակներում, որ ֆուտբոլիստներ ունենք հեռախոսազանգ, չէ, չունենք։ Լավ։ Այդ դեպքում կկրկնեմ հարցերը, իտալական, որ հայտնի թիմն է հիմնադրվել նոյեմբերի 1-ին 1897 թվականի եւ որ խաղացողն է դարձել առաջին 11 մետրանոցի իրացրած 11 մետրանոցի հեղինակը։ Մեր հեռախոսահամարն է 368204, եթե 1 րոպեվա ընթացքում հասցնեք զանգել, շատ լավ կլինի, եթե ոչ, հույն է առաջին իրացնողը։ Այո, հույն է առաջին իրացնողը, դու երևի հիշում ես։ Իսկ մենք ունենք հեռախոսազանգ, պատասխանեցինք։ Ալո։ Կրկին Կարենն է։ Այո, Կարեն, դուք որպես առաջին տեղում գտնվող ուզում եք ավելացնել ձեր միավորների քանակը, լսում ենք։ 11 մետրանոցին է գիտեմ, ով է իրացրել։ Ով է։ Կարագունիսը։ Ոչ, Կարագունիսը չէ։ Դուք սխալ եք հիշում։ Առաջին իրացրած 11 մետրանոցը դա Կարագունիսը չի իրացրել։ Այսինքն որ գոլ եղել է, թե չի եղել։ Եղել է։ Իսկ կարող է իմանալ, որ իտալական թիմն է հիմնադրվել 1897 թվականի նոյեմբերի 1-ին։ Պալերմո։ Ոչ, Պալերմոն էլ չէ։ Լավ, բոլոր դեպքերում շնորհակալություն։ Կարենը առաջին տեղում է դեռ 3 միավորով։ Արտուր, լավ, մի կողմ դնելով մրցույթը, ինչ խոսքերով ուզեիր տենց եզրափակեինք Եվրոպայի առաջնության մասին մեր այսօրվա զրույցը։ Ինչ խոսքերով
խորտ կտայի, երևի թե դիտեն ֆուտբոլ շատ չներվայնանան, ուղղակի սպասեն լավ խաղի, որպես երկրպագու, չկարչեն ինչ-որ պրինցիպներից, հենց ասեմ, թող ընդհանուր նայեն պատկերը, ինչքան էլ իրենց սիրած թիմը խաղում է, բայց օբյեկտիվ մոտենան, կարողանան օբյեկտիվ մոտենան, նենց չի լինի, որ իրանց սիրած թիմը լավ խաղա, վատ խաղա, նույն կարծիքը հայտնեն, չէ, հենց իսկական երկրպագուն իմ կարծիքով առանձնանում է հենց նրանով, որ նա կարողանում է իր թիմի եւ լավը եւ վատը ասի բարձրացնել։ Այո, կարող ենք միանալ այդ խոսքերին, իսկ մենք ունենք վերջին հեռախոսազանգը այսօրվա եթերում, ընդունենք։ Հալո։ Չունենք հեռախոսազանգը։ Չունենք եւ այսպիսով Կարենը դարձավ այսօրվա մեր մրցույթի հաղթողը, Կարենի շնորհավորում ենք եւ կխնդրեինք զանգահարել մեր եթեր եւ մեր ձայնային ռեժիսորին փոխանցել կոնտակտային տվյալները, որից հետո մենք կկապնվենք Կարենի հետ եւ պայմանները բոլոր իրեն կհայտնենք։ Մենք այսօր մի բան մոռացանք, ողջունենք Վերային։ Այո, մենք իհարկե ողջունում ենք եւ մտածում էինք իր մասին եւ իր բացակայությունը իհարկե զգացվում է, մենք մնաց մեկ երևի թե մյուս հաղորդմանը արդեն ընդամենը մեկ հաղորդում էլ կկարոտենք, որից հետո մեր հաղորդումը հնարավոր է գնա արձակուրդի, ոչ այնքան երկարատև եւ դրանից հետո մենք կվերադառնանք, արդեն Վերան էլ կլինի մեզ հետ եւ կշարունակի հիանալի վարել ռադիո ֆուտբոլը։ Իսկ մենք երևի արդեն հրաժեշտանք ռադիո ունկնդիրներին, մեր շնորհակալություն հայտնենք բոլորին զանգերի համար, ակտիվ մասնակցության, մեր անձնակազմին հաղորդման շնորհակալություն հայտնենք, իսկ մենք ձեզ հետ Ես շնորհակալություն հայտնեմ, որ ինձ հյուր հրավիրեց։ Քեզ շնորհակալություն Արտուր, որ եկար, շատ հաճելի է միշտ որ հյուր ես գալիս մեզ մոտ, իսկ մենք հարգելի ռադիո ունկնդիրներ կհանդիպենք ձեզ հետ շաբաթ օրը ժամը 13:40-ին։ Մինչ հանդիպում, հաջողություն։ Եվրո 2012-ի լավագույն հանդիպումները դիտեք Խանջան 33 հասցեում գտնվող Բարսելոնա սպորտ բարում։ Ամռան տապին զովացեք ֆուտբոլային միջավայրում, համտեսեք ամենահամեղ ուտեստները եւ դարձեք տարվա ֆուտբոլային կարևորագույն իրադարձության մասնակիցը Բարսելոնա սպորտ բարում։